Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կյանքի կոչումը վաղի մի երազանք է, որը քայլ առ քայլ իրագործվում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում Ալիևը սկսել է գլուխ գովել ու պարզենալ, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Բաքվի նախաձեռնությունն է։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ արդեն պատրաստ է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագիծը։ Հապկում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում։ Այս մասին հարցազրույցում ասել է Միխայել Գալուզինը։ Նրա խոսքով հապկ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է եւ պետք է բարեխղճորեն կատարվի բոլոր կողմերի, այդ թվում հապկ մարմինների գործունեության ֆինանսավորման հարցում յուրաքանչյուր անդամ պետության պարտականության կողմից։ Կազմակերպության անդամներից որևէ մեկին նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ պատկանում է Հավաքական անվտանգության խորհրդի իրավասությանը, որն իրավունք ունի նման որոշումներ ընդունել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա։ Խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին։ Երևանի հրաժարվել է կազմակերպության աշխատանքին մասնակցելուց եւ դրա բյուջեի մասին ամենամյա որոշումների չստորագրումը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, բայց չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունները ազգային վճարը ժամանակին փոխանցելու վերաբերյալ։ Լրագրողների հետ հանդիպմանը Ալիևը անդրադարձել է նաև ՀԱԵԿ-ի գործունեության, ընդգծելով, որ ներկապահին այն Հայաստանի էներգետիկայի հիմնական աղբյուրն է։ Ալիևը միաժամանակ հայտարարել է, որ կայանը հնացած է, որ ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր չէ անվերջ երկարաձգել եւ այն վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, նշելով, որ փակման դեպքում Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի։ Ալիևը նաև հայտարարել է, որ էլեկտրամատակարարման լրացուցիչ աղբյուր ունենալը ձեռնտու կլիներ Հայաստանին, ապա նա հավելել է, որ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի այս հարցի լուծումը։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը ճեպազրույցում ասել է, թե տեղեկություններ ունեն, որ Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան, մինչդեռ իշխող թևից արձագանքել են, թե տեղյակ չեն Ադրբեջանից էներգետիկ ոլորտի մասնագետներ այցելել են Հայաստան, թե ոչ, բայց չեն էլ բացառել, որ նման այց է եղել, քանի որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ տեխնիկական աշխատանքներ կատարեն։ Իդեպ այդ լուրը օգոստոսի 11-ին Ալիևը բարձրաձայնել է, ըստ որի Թրիփի շրջանակում ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում եւ որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։ Ռուսաստանը հայտարարել է, որ խստացնում է միգրացիոն վերահսկողությունը անօրինական ներգաղթին եւ կեղծ գրանցումներին հակազդելու համար։ Օրենքը խախտած միգրանտների նկատմամբ կարող են կիրառվել տուգանք, արտաքսում, մուտքի արգելք կամ ազատազրկում։ Միգրանտների կեղծ գրանցման համար նախատեսվում է մինչև 500,000 ռուբլի տուգանք, հարկադիր աշխատանք կամ մինչև 3 տարվա ազատազրկում, իսկ անօրինական միգրացիայի կազմակերպման համար մինչև 5 տարվա ազատազրկում։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՆԱՏՕ-ն ներթափանցում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, իսկ արևմուտքի կողմից այնտեղ նոր սպառազինությունների տեղակայումը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Նրա խոսքով Ճապոնիան Ռուսաստանը ներառել է իր հիմնական սպառնալիքների շարքում եւ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը Ճապոնիային չի սպառնում եւ տարածքային պահանջներ չունի։ Ռուսաստանի նախագահը զգուշացրել է, որ ռուսական առևտրային նավերի սահմանափակման կամ արգրավման դեպքում Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, այդ թվում Խաղաղ օվկիանոսում։ 2026 թվականի առաջի կիսամյակում ներքին գործերի նախարարության համակարգում իրականացվել է 680 ծառայողական քննություն եւ ուսումնասիրություն։ Խախտումները հիմնականում կապված են եղել ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու լիազորություններն իրականացնելիս օրենքը եւ ներքին կարգապահական կանոնները խախտելու հետ։ Արդյունքում կիրառվել է 162 կարգապահական տույժ։ Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, որոնցից 11 ոստիկան ստացել է նախազգուշացում, 86-ը նկատողություն, 19-ը խիստ նկատողություն, եւս 19-ի հիմնական աշխատավարձը նվազեցվել է մինչև 20%։ 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է ամենախիստ կարգապահական տույժը՝ ծառայության դադարեցում, իսկ եւս 11 ծառայող համակարգից ազատվել է այլ իրավական հիմքերով։ Մասնագետների գնահատմամբ արձանագրված պատկերը համակարգում կադրերի ընտրության, մասնագիտական կրթության եւ օրենսդրական գիտելիքների հետ կապված խնդիրներ է ցույց տալիս։
Թե ատեստավորումը ոստիկանների կողմից անցկացվող, ատեստավորման գործընթացը, թե ոստիկանների նշանակման գործընթացում այդ կրթական մակարդակի թերի լինելը մի շարք խնդիրների առաջ է բերում հասցնում։ Երբեմն լինում է ոստիկանների հետ հանդիպումների ընթացքում վերջինս նույնպես դրվում են, որ կրթական process-ում իհարկե կոնֆիդենցիալ կարգով են այս ամեն ինչը ասում։ Կրթական մակարդակը բավականին ցածր է, ու այդ խախտումներն են հիմնականում իրենց օրենսդրության ուսումնասիրությունների պակասության կամ իրազեկված չլինելու հիմքն է։ Մեկ այլ ցուցանիշով նախաքննական մարմիններ են ուղարկվել 7 ծառայողական քննությունների նյութեր, որոնցով նախաձեռնվել է 7 քրեական վարույթ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Դրանք վերաբերել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման, պաշտոնեական կեղծիքի, խարդախության եւ այլ ենթադրյալ հանցագործությունների։ Փաստաբանների դիտարկմամբ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման պայմաններում ծառայողների թույլ տված խախտումներն առավել տեսանելի են դառնում եւ կարող են խորացնել համակարգի նկատմամբ անվստահությունը։ Քաղաքացիները դարձել են շատ ավելի իրավագիտակիր, քան ցանկության ծառայություն իրականացնող անձին։ Այնպես չէ, որ հասարակությունը մեծ վստահություն ունի աշխատանքի նկատմամբ եւ ցանկացած նման դեպք, երբ անձի կողմից ով ի պաշտոն է եւ իր ընտրած մասնագիտության բերումով պետք է քո իրավունքների պաշտպանը լինի, ինքն է թույլ տալիս քո իրավունքների խախտումը, իհարկե սա չի կարող հասարակության վրա չհանձնել։ Համակարգային փոփոխությունների ընթացքում նոր ծառայողների ներգրավումը պետք է ուղեկցվի ոչ միայն վերահսկողությամբ, այլև շարունակական եւ որակյալ մասնագիտական պատրաստությամբ, նշում են փաստաբանները։ Ոստիկանության համակարգը, ընդհանուր ներքին գործերի համակարգը շատ մեծ փոփոխությունների ենթարկվեց եւ համալրվեցին նոր կադրերով, այսինքն նախկին կադրերից ազատվեցին նոր կադրեր բերին, որոնք հիմնականում պատրաստվածության մակարդակով շատ ավելի ցածր են եւ նման պատկերը ակնհայտ էր որ լինելու է։ Իսկ վերահսկողությունը դա իմ կարծիքով ամենաարդյունավետ միջոցն է նման տիպի արարքները վերացնելու։ Մասնագետների գնահատմամբ հրապարակված թվերը միաժամանակ երկու իրողություն են ցույց տալիս։ Մի կողմից համակարգի ներսում խախտումները բացահայտվում եւ պատասխանատվության միջոցներ են կիրառվում։ Մյուս կողմից դրանց ծավալը վկայում է մասնագիտական պատրաստվածության եւ ներքին կարգապահության խորքային խնդիրների մասին։ Իսկ հանրային վստահությունը կախված է ոչ միայն խախտումների բացահայտումից, այլ դրանց պատճառները վերացնելու եւ կրկնությունը կանխելու արդյունքից։ Բնական ռեսուրսների սպառում, կենսաբազմազանության կորուստ եւ խորացող կլիմայական ճգնաժամ։ Գիտնականները այս խնդիրների հիմնական պատճառներից են համարում նաեւ բնակչության աճը, առաջարկելով այն կրճատել կիսով չափ։ Միջազգային գիտական ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակներն առաջարկում են կամավոր եւ ոչ հարկադրական ժողովրդագրական քաղաքականության միջոցով աշխարհի բնակչությունն աստիճանաբար հասցնել շուրջ 4 միլիարդի, որը կարող է նվազեցնել ռեսուրսների ծանրաբեռնվածությունը եւ CO2-ի արտանետումները։ Բնապահպանները սակայն բնակչության թիվը երկրորդային գործոն են համարում, առաջնային դիտարկելով սպառման ծավալները, կիրառվող տեխնոլոգիաները ու արդյունաբերական արտանետումները։ Նրանց գնահատմամբ, եթե վտանգավոր գործընթացները չկասեցվեն, կլիմայական բացասական հետևանքները կշարունակեն խորանալ։ Տեխնոլոգիաների այդ ճակերտավոր զարգացումը, երրորդ երկրներում հանքարդյունաբերության եւ այլ ուրեմն բաների զարգացումը, որոնք վնաս են տալիս շրջապատին, դա է վնաս տալիս մեզ։ Ռեսուրսների ուրեմն չափից դուրս օգտագործումը, բնական ռեսուրսների ունենք կլիմայական փոփոխություն, սրա մասին պիտի մտածենք։ Բնակչության կրճատման համաշխարհային նախաձեռնությունների համատեքստում փորձագետները նույնիսկ արհեստական հիվանդությունների ստեղծման մասին ենթադրություններ են հնչեցնում։ Առաջարկը սուր հարցեր է առաջացնում նաև բարոյական եւ սոցիալական տեսանկյուններից։ Բնակչության կրճատման գաղափարի մեջ սոցիոլոգները ցեղասպանական տրամաբանության վտանգ են տեսնում, հատկապես եթե մոտեցումները փոխարինվեն հարկադրական մեխանիզմներով։ Միաժամանակ ժողովրդագրական անկումը ըստ նրանց կարող է հանգեցնել բնակչության ծերացման, աշխատուժի պակասի, կենսաթոշակային ու առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածության։ Որոշ էկո գիտնականներ ճակերտավոր առաջարկել են, որ էկո համակարգի հետ կապված բնակչությունը շատ է բարձրանում, դառնում 8 միլիարդից արկել 4 միլիարդ կեսը, դա նշանակում է վերացում։ Դա արդեն կապ չունեն ոչ գիտության հետ, դա տերորը։ Ասենք նման բանի հասնելու համար առնվազն համաշխարհային պատերազմ է պետք։ Գերշտայնը ասում էր երրորդ համաշխարհայինը չգիտեմ զենքերով կկռվեն, բայց որ չորրորդը եթե ըլնի չորրորդ համաշխարհային
ապա այդ կռիվը կլինի նետո աղեղով։ Բնակչության կրճատման կամ էկոլոգիական վտանգների վերաբերյալ սուր ձևակերպումները մարդկանց շրջանում կարող են առաջացնել ապագայի նկատմամբ տագնապ, էկոլոգիական անհանգստություն կամ մեղավորության զգացում, հատկապես երեխա ունենալու որոշման համատեքստում, նկատում են հոգեբանները։ Ասում են, իրազեկվածության տարբեր մակարդակի պայմաններում հասարակությունների մեծ մասը դժվար թե պատրաստ լինի վերանայել ընտանեկան ծրագրերը հանուն ակնկալվող բնապահպանական արդյունքի։ Եթե օրինակ դպրոցում անընդհատ այդ առարկան ուսուցանվի եւ մարդկանց անընդհատ իրազեկվի, ինֆորմացվի, որ օրինակ ինչ-որ բաներ կարող են փրկել կամ կյանքը ավելի գեղեցիկ կարող է դառնալ, ավելի մարդասիրական մոտեցումներ քարոզվեն, հնարավոր է, որ մարդիկ կարող են ինչ-որ մի բան անել հանուն դրա։ Բնակչության թվի եւ բնապահպանական խնդիրների կապը շարունակում է մնալ մասնագիտական թեժ քննարկումների թեմա։ Փորձագետները խնդիրը դիտարկում են բնապահպանական, սոցիալական եւ հոգեբանական տարբեր տեսանկյուններից, ընդգծելով, որ հնարավոր լուծումները պետք է հաշվի առնեն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդու իրավունքների եւ հասարակության շահերը։ Արարատի մարզում օգոստոսի 9-ին ծեզկրտուք է եղել Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկն է եղել դեպքի վայրը ժամանել են Մասիսի ոստիկաններն ու Արարատի մարզային քրեական վարչության ծառայող։ Ասպա գիշերը տեղի ունեցել ոչ թե մարտավին, այլ քարամարտավին, քարերով իրար ոնց ասես տվել են եւ ըստ օպերատիվ տեղեկությունների կան նաեւ վիրավորներ։ Դեպքի վայրում համայնքային ու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, առնանման հետքեր, հողաթափեր, գլխարկներ ու այլ իրեր։ Նախնական տեղեկություններով 10 քաղաքացի Մասիսի հիվանդանոց է դիմել բուժօգնության համար։ Մեծ թվով քարի կտորներ, այնքան շատ է, չգիտես հաշիվը ինչքան է։ Կրփազենք, հողաթափեր, գլխարկներ, առնանման հետքեր։ Հավաքված քաղաքացիները հայտնել են նաև, որ լսվել են կրակոցի ձայներ, տեղեկությունը ճշտվում է։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։ Ավելի ուշ ոստիկանությունից հայտնել են, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում միջադեպի մասնակից 1 տասնյակից ավելի անձինք են ձերբակալվել ու տեղափոխվել համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Օգոստոսի 8-ին ողբերգական դեպք է եղել մայրաքաղաքում Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել։ Ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի ու բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Օպերատիվորը ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է տղամարդու մահը։ Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Աչափնակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Օգոստոսի 9-ին հյուսիս-հարավ ճանապարհին դեպի Սիլիկյան թաղամաստանող խաչմերուկի մոտ բախվել են 38-ամյա Հակոբի Mercedes GLS-ը եւ 46-ամյա Գրիգորի Տեսլան, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու բետոնե պատնեշներին։ 3 անչափահաս երեխա եւ նրանց մայրը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Օգոստոսի 9-ին աշտարակ Եղվար ճանապարհին 55-ամյա Արթուրը Տոյոտայով բախվել է հողաթմբերին ու քարերին։ Մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում։ Վարորդի 2 անչափահաս երեխաները տեղում առաջին բուժօգնություն են ստացել, իսկ կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Օգոստոսի 8-ին Գլինկայի փողոցում բախվել են Մազդան ու Հոնդա մոտոցիկլը, վերջինը կողաշրջվել է։ Մեքենան ու մոտոցիկլը հայտնվել են ճանապարհի մեջտեղում։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Արդյոք մոտոցիկլավարը տուժել է թե ոչ, երևս պարզ չէ։ Օգոստոսի 8-ին հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի 21 աշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։ Օպերատիվորեն ժամանած փրկարարները տարհանել են 5 քաղաքացու, իսկ մինչև հրշեջների ժամանումը քաղաքացիները եւս 10 հոգու էին տարհանել։ Այրվել է 8-րդ հարկի բնակարանի ողջ գույքը, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում հերթապահություն է իրականացրել։ Տեղում էին նաեւ Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։ Նախնական տեղեկություններով հրդեհի պատճառը եղել է օդորակիչին միացված էլեկտրալարերի թույլ միացումը։
Ոստիկանության եւ Աբովյանի քննչական բաժիններ բարեկային ծառայության կոտայքի գումարտակ հասնելու համար քաղաքացիները հակագազ պետք է գրեն։ Այստեղ բարձի թողի ու նաեւ հակասանիտարական վիճակ է։ Ըստ ինձ հասած տեղեկությունների 10 տարուց ավելի այսպես կայանված են, եթե ոչ ավելի, եւ նշված ավտոմեքենաները մասնակցություն են ունեցել ավտովթարների, վրաերթերի, քրեական հայտնի պատմությունների, ցավոք նաև ողբերգական ելքով ու հիմա այս վիճակն է, ամբողջ ճանապարհը Տևական ժամանակ է, որ այստեղ են կուտակում պատահարների հետևանքով ջարդոնի վերածված մեքենաները, որոնք էլ հետո լցվում են աղբով։ Հակասանիտարական վիճակին վերջ դնելու համար տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի, նաև Աբովյանի քաղաքապետի ուշադրությունն են հրավիրում։